Բարի օր, այսօր միասին կպատրաստենք հավի բդիկներ սնկի սոուսով։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավի բդիկներ, ցանկալի առանց ոսկորի, սունկ, բանջարեղեն, կաթի սերուցք, պարմեզան պանիր, ձիթայուղ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Սկսելու ենք հավի բդիկներից։ Նախքան ջերմային մշակումը նրանք մարինացնելու ենք։ Գործի ենք դնում թափանցիկ թասը։ Սկսենք կոճապղպեղից։ Մոտ 2 սանտիմետր կոճապղպեղ ենք քերում մանր անցքերով։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, կոճապղպեղը օգտագործելուց առաջ կամ խոզանակով հարկավոր է լավ լվանալ կամ կլպել։ Կարող ենք այս անգամ կլպել։ Այն հատվածը, որը քերելու ենք, կլպեցի։ Մոտ 2 սանտիմետր։ Քերում ենք կոճապղպեղից։ Երկու միջին չափի սխտոր ենք քերում։ Դուք գործը արեցիր, շնորհակալություն, ստեսյուն։ Ավելացնում ենք 1 թեյ գդալ մեղր, թարմ հազրևարդ, կես թեյ գդալ։ Այսքանը բավական է։ Մանր կտրատում եւ ավելացնում ենք։ Կես թեյ գդալ մառանիկ ընկերության աղ, կես թեյ գդալ Վուստերշիրյան սոուս, մեկ պատխոնց մառանիկ ընկերության օրեգանո, եւ քարի։ Քարին կես թեյ գդալ։ Կավելացնեմ 100 մլի սոյա սոուս, ձիթայուղ 2 ճաշի գդալ, Համտեսենք
թթվաշություն է պակասում։ Կես լայմի հյութ։ Եվս մեկ անգամ։ Շատ լավ մարինադ է, շատ։ Մշակենք հավի բդիկներ։ Վերցրել եմ 600 գրամ հավի բդիկներ, առանց ոսկորի։ Կտրատում ենք չափա բաժինների, ասենք ամեն բուդը կարելի է 2 մասի կիսել։ Եթե կան ջիլեր, ջիլերը հեռացնում ենք և կտորները գցում ենք մարինադի մեջ։ Նույն կերպ մնացած բդիկներն ենք մշակում։ Մարինադի մեջ լավ տրորում ենք մսակտորները, որպեսզի հավասար մարինադը տարածվի։ Թող մնան, բդիկները մարինացվեն, անմիջապես փոխում ենք տախտակը և դանակը։ Վերցնում ենք նոր տախտակ և անցնում ենք մյուս բաղադրիչին։ Մյուս բաղադրիչը դա սունկն է, որը տապակելու ենք։ Նախ տապակը դնենք գազ օջախին, լցնում ենք մի քանի կաթիլ զիթայուղ, մոտ 50 գրամ կարագ, թող հալվի կարագը։ Իսկ մենք մշակենք սունկը։ Վերցրել եմ 300 գրամ սունկ ագարիկոն։ Կտրում ենք այսպես, որպեսզի կտորներից զգացվի, որ այն սունկ է։ Շատ գեղեցիկ է։ Նկատի ունեի, որ սնկի ձևը երևա։ Չնայած տապակվելու ընթացքում դժվար թե այն պահպանի իր ձևը, բայց դե անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության աղով, որպեսզի հյութը դուրս գցի սունկը և արագ տապակվի։ Մեզ հարկավոր է այն կարմերացնել։ Թող տապակվի սունկը, իսկ մենք անցնենք մյուս բաղադրիչին, դա մեր սիրելի սոկն է։
Սոխը հիմնականում իբրև համեմունք է հանդես գալիս, այդ իսկ պատճառով հաճախ է այն կերակուրների մեջ կրկնվում։ Կկտրատեմ սոխը, փետրաձև, ես սիրում եմ փետրաձև կտրատել, կամ կարելի ասել ձողիկների, նման է ձողիկների։ Թող մի փոքր էլ կարմրի սունկը։ Սոխը պահեստավորում ենք։ Անցնենք մյուս բաղադրիչին, նախապատրաստենք մյուս բաղադրիչը, դա գազարն է։ Մեկ գազար ենք վերցնում, կտրատում ենք ձողիկների։ Համենք բդիկները մարինադից։ Մարինադը մեզ պետք չի։ Պահեստավորում ենք գազարը։ Հանում ենք սունկը, այնպես, որ համեմված յուղը մնա տապակի մեջ։ Ասեմ, որ ձևը պահել է սունկը, շատ լավ է, մյուս անգամ էլ այսպես կանենք։ Սնկով համեմված յուղի մեջ տապակում ենք հավի բդիկները, կողքինը մի խանգարի։ Մսակտորները դնում ենք կաշվով դեպի տապակը։ Երկու կողմից լավ կարմրացնում ենք, որից հետո կհանենք մսակտորները և կսկսենք տապակել սոխը։ Իսկ մինչ մսակտորները տապակվում են, անցնենք մյուս բաղադրիչին, դա դթմիկն է։ Վերցնում ենք մեկ փոքր դթմիկ և սա էլ ենք կտրատում ձողիկների։ Թողնենք մյուս կողմից էլ թող կարմրեն կտորները։ Սա էլ պահեստավորենք։ Հանում ենք մսակտորները։
Սկսեցինք, ամեն ինչ պատրաստ է։ Արագ պատրաստում ենք սոուսը։ Անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության աղով, շաքարավազով և սոդայով, որ սոխը հալվի, ստանանք սոուս ներփահամ, շատ եմ սիրում ներփահամ սոուս։ Անմիջապես կհամեմեմ նաև իմ սիրելի քրքումով, որտեղ ես դու քրքում, ահանա։ Լցնում ենք, հենց փափկեց սոխը, լցնում ենք գազարի ձողիկները։ Կծվություն ավելացնենք կերակրատեսակին 1 չիլի պղպեղով, կտրատում ենք այն օղակների։ Կարծես թե ասացի օղակներով, ոչ թե օղակներով, այլ կտրատում ենք օղակների, այդպես ավելի ճիշտ է, օղակների։ Գազարը փափկեց, ավելացնում ենք դթմիկի ձողիկները։ Այժմ կերակրին միանում է սխտորը, քանի որ իմ ունեցած սխտորը մանր պճեղներով է, 1, 2, 3, 4, 5, 6 մանր պճեղ սխտոր, ճզմում ենք և մանր կտրատում։ Կհամեմենք կերակուրը նաև սպիտակ կիսաանապատ գինով, մոտ 50 գրամ։ Հենց գինու ալկոհոլը գոլոշացավ, կավելացնեմ հավի արգանակ։ Մոտ 750 միլի արգանակ ենք ավելացնում։ Ավելացնում ենք 100 միլի կաթի սերուցք։ Պարմեզան պանիր քերած 30 գրամ։ Վերադարձնում ենք այդ տապակված սունկը, վերադարձնում ենք հետ հավի բդիկները, ծածկում ենք կափարիչով, կրակը իջեցնում ենք, մարմանդ կրակի վրա եփում ենք եւս 7 րոպե։ Մինչ կերակուրը եփվի, կնախապատրաստենք թարմ կանաչի զարդարելու համար։ Կվերցնեմ թարմ կանաչիներից սամիտ։ Եվ վերջ։ Հավի բդիկներ սնկի սոուսով։ Մարինադի համար կոճապղպեղի արմատ, սխտոր քերել, մեղր, կտրատած հազրևարդ, աղ, վուստերշիրյան սոուս, չորացրած օրեգանո, քարի, սոյայի սոուս,
ձիթայուղ, լայմի հյութ ավելացնել, խառնել։ Հավի անոսկոր բդիկները հարմար չափերի կտրել, դնել մարինադի մեջ, մոտ 40 րոպեից հանել մարինադից։ Ձիթայուղի եւ կարագի խառնուրդով ոչ մանր կտրատած ագարիկոն սունկ տապակել, հենց սկզբից աղանել։ Երբ կարմրեն, հանել տապակից, նույն յուղով հավի մսակտորները երկու կողմից տապակել։ Հենց մսակտորները կարմրեն, հանել տապակից, նույն յուղով սոխերած անել, անմիջապես համեմել աղով, շաքարվազով, սոդայով եւ քրքումով։ Սոխերածին կտրատած գազար, չիլի պղպեղ, դդմիկ, սխտոր ավելացնել, սպիտակ կիսաանապակ գինի լցնել, մոտ 1 րոպեից հավի արգանակ, կաթի սերուցք, քերած պարմեզան պանիր ավելացնել, վերադարձնել տապակած սունկն ու մսակտորները, ծածկել, մարմանդ կրակով եփել 7 րոպե։ Մատուցելիս զարդարել կտրատած սամիթով։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք բրոկոլի, խոզապուխտ, բրազիլական ընկույզ, պարմեզան պանիր, ձիթայուղ եւ ընտրյալ հատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։